Հանրային հետաքրքրությունը Լևոն Մկրտչյանի անձնական կյանքի նկատմամբ չի մարում: Սոցցանցերում շարունակվում են քննարկումները դերասանի նշանադրության, զաքսավորման, սիրելիի և նրանց հարաբերությունների մասին: Եվ հենց այն պահին, երբ կարծես հետաքրքրությունը մի փոքր հանդարտվում է, Լևոնի սիրելի նոր լուսանկար է հրապարակում, որը կրկին ակտիվացնում է քննարկումները: Հրապարակված լուսանկարին կից գրված է «Երբ նստած եմ հետևում, Լևոն, Էվելինա, սեր»: Թեև քննարկումները շարունակվում են տարածվել, Լևոն Մկրտչյանը մինչև այժմ չի արձագանքել: Դերասանը շարունակում է պահպանել լռությունը: Երբ հանկարծ սերը դուրս է գալիս կադրերից: Լևոն Մկրտչյանի ու Էվելինա Ստեփանյանի պատմությունը վերջին օրերին ամենաքննարկվողներից է սոցիալական հարթակներում: Երբ սերն իսկական է, այն չի սահմանափակվում կինոսցենարներով կամ հեռուստասերիալային դրվագներով: Այն ապրում է կյանքում կադրից դուրս, նկարահանումներից այն կողմ: Իսկ այդպիսի մի անկեղծ ու հմայիչ սիրո պատմություն ապրում են Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանը: Վերջին օրերին Լևոն Մկրտչյանի անունը ոչ միայն «Վերջին զանգը» սերիալի շնորհիվ է մշտապես հնչում, այլև շնորհիվ անձնական կյանքի ուրախ ու գունեղ պահերի: Սոցիալական ցանցերում երկրպագուները սկսել են իսկական հետաքննություն պարզելու, թե ով է գեղեցկուհին, որ կարողացել է գողանալ դերասանի սիրտը: Եվ ահա վերջապես պատկերն ամբողջանում է Լևոնի սիրելին Էվելինա Ստեփանյանն է: Էվելինան իր ուրույն տեղն ունի մշակույթի ու մեդիայի ոլորտում: Նա սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ հղկել է իր դերասանական հմտությունները: Նա այն կանանցից է, ում ներկայությունը զգացվում է թե' էկրանին, թե' առօրյայում նուրբ, ճաշակով և ուժեղ: Նա արդեն հասցրել է զուգահեռաբար իր գործունեությունը ծավալել նաև մեդիա դաշտում, աշխատելով Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, ինչպես նաև ռադիո «Ավրորայում», որտեղ նրա հմայիչ ձայնն առանձնապես սիրվել է ունկնդիրների կողմից: Բացի այդ, Էվելինան եղել է «Ընտանեկան պատմություններ» նախագծի դերասանուհի, որը ցուցադրվել է ATV հեռուստաալիքով: Այս նախագծում նրա խաղը նույնպես արժանացել է հանդիսատեսի դրական արձագանքներին, իսկ կերպարները հուզել ու հիշվել են: Արվեստի աշխարհում ապրող, ստեղծագործող երկու անհատներ գտել են իրար ու մասնագիտական դաշտում, այլ կյանքում: Նրանց սերն այժմ գտնվում է այն փուլում, երբ ամեն ինչ լուռ է, նուրբ ու ներքին: Չնայած դրան, երկրպագուներն արդեն նկատել են այդ լռությունն ավելի խոսուն է, քան հազարավոր հրապարակումներ: Նշանադրությունը տեղի է ունեցել դեռ 2024 թվականին, բայց զույգը նախընտրել է պահել այդ գեղեցիկ պահերն ինքն իրենց չդարձնելով այն հանրային շոու: Թերևս հենց այդ համեստությունն է պատճառը, որ նրանց սերն այդքան ուժեղ է ու կայուն: Օրեր առաջ Լևոն Մկրտչյանն ի վերջո հրապարակեց համատեղ լուսանկար առանց որևէ բացատրության կամ մեկնաբանության: Մինչ այդ Էվելինան արդեն հասցրել էր համատեղ տեսանյութով կիսվել կից, գրելով. «Բախտի տերը թաղեմ», սարկազմի ու սրտանց սիրո մի խառնուրդ, որը միաժամանակ հումորային էր, բայց նաև պատասխան վատ մեկնաբանություններում: Սոցցանցերում այս պատմությունը շարունակում է լինել քննարկման առարկա: Ոմանք հիացած են ինչպես արտաքինից, այնպես էլ ներքինից ներդաշնակ զույգով, իսկ որոշները մի քիչ նախանձով դիտում են այս գեղեցիկ կապը: Բայց այդ ամենի մեջ մեկ բան ակնհայտ է. երբ սերը կայացած է, մնացած ամեն բան պարզապես աղմուկ է: Չնայած որ զույգը դեռ շատ բան չի բացահայտել իրենց կյանքի հաջորդ քայլերի մասին, երկրպագուներն արդեն սպասում են նոր լուսանկարների, գուցե նույնիսկ հարսանեկան մանրամասների: Բայց մի բան պարզ է. Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանի սերն ապրում են այնպես, ինչպես իրենց կերպարները բեմում, իսկապես խորությամբ ու հուզումով: Լևոն Մկրտչյանն այսօր հանդիսանում է երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչներից մեկը, ով ցույց է տալիս որակյալ դերասանական խաղ: Նա կարող է ձևավորել կերպարներ, որոնք երկար ապրեն հանդիսատեսի հիշողության մեջ: Եվ նրա թե' կերպարի զարգացման, թե' անձնական կյանքի ուրախ պահերը ավելի են կապում մարդկանց նրա հետ: Դերասանը խոստովանել է, որ չի ցանկանում սահմանափակվել միայն սերիալային դերերով: Նրա երազանքն է նկարահանվել լուրջ դրամատիկական ֆիլմերում, խաղալ թատրոնում և համատեղել արվեստի տարբեր ճյուղեր: Նա հավատում է, որ հայ հանդիսատեսն արժանի է բարձրորակ ու անկեղծ արվեստի և ինքը պատրաստ է ներդնել իր ողջ ուժն ու տաղանդն այդ նպատակի համար:
Լևոնը բազմիցս նշել է, որ իրեն ոգեշնչում է հանդիսատեսի սերը, բայց միևնույն ժամանակ գիտակցում է՝ յուրաքանչյուր կերպարի հետևում մեծ պատասխանատվություն կա, և ինքը պատրաստ է այդ ճանապարհով գնալ՝ անվերջ զարգանալով ու սովորելով։ Լևոն Մկրտչյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ ստացել է ոչ միայն մասնագիտական կրթություն, այլև դերասանական վարպետության ամուր հիմք։ Նրա խաղային տեխնիկան, հուզական փոխանցման հմտությունը և դիմախաղերի անկեղծությունն արդեն վկայում են այն մասին, որ Լևոնն ունի մեծ պոտենցիալ դառնալու հայկական կինոյի ու թատրոնի նորագույն սերնդի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Թեև «Վերջին զանգը» նրա առաջին մեծ հեռուստատեսային նախագիծն է, նրա խաղը նկատվել է ոչ միայն հանդիսատեսի, այլև ռեժիսորների կողմից, և արդեն կան լուրեր նրա առաջիկա նախագծերի մասին։